Միջազգային կառույցների վերաբերյալ, գիտեք, որոշակի գործողություններ այդ ուղղությամբ եւս կատարվում են։ Առանձին դրա վերաբերյալ անդրադարձ այս փուլում եկեք չկատարենք, բայց մի բանը հստակ է։ Մեր կողմից գործունեությունը, մեր կողմից կոնկրետ այս գործով խախտումների վերաբերյալ արձանագրումները, ապօրինությունների վերաբերյալ արձանագրումները կատարվում են հրապարակային։ Իսկ որպես անձ, ով որոշակի աշխատանքային փորձ ունեցել է միջազգային կառույցների, ինչպես նաև դեսպանատների հետ, վստահ եղեք, բոլոր հրապարակային հնչեղություն ունեցող գործերի վերաբերյալ տվյալները տրամադրվում են նշված կառույցներին։ Իրենց կողմից էլ է մոնիտորինգ իրականացվում։ Ես դրա վերաբերյալ այս փուլում եկեք հատուկ պատասխան չներկայացնեմ, հետագայում մի առանձին, կարելի ասել թեմա, թե օրինակ գործընկերոջ կողմից ներկայացվեց հարցը միջազգային իրավական պաշտպանության գործիքակազմի վերաբերյալ, ինչպես նաև դեսպանատների եւ միջազգային այլ կառույցների գործողությունների, արձագանքների վերաբերյալ Սամվել Կարապետյանի գործով մի առանձին ասուլիս դրան կնվիրենք անպայման։ Ձեր հարցը։